Շատեր ասում են, թե հայը կովկասցի է, անվանելով մեր հայրենիքը Անդրկովկազ, նման բան չկա։ Հայը հազարավոր տարիներ առաջ արդեն ապրում էր այստեղ, հայկական լեռնաշխարհում։ Մենք դարեր շարունակ ապրել, կերտել ենք պատմություն եւ մշակույթ։ Եկեք բարձաբանենք։ Նախ եւ առաջ իրական Կովկասը գտնվում է Ռուսաստանում, իսկ Անդրկովկաս տերմինը ձևավորվել է 10-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի կայսրության կողմից։ Այդ ժամանակաշրջանից ռուսական վարչակազմը սկսեց օգտագործել Անդրկովկաս կամ Յուժնի Կովկաս տերմինը։ Մինչ այդ տարածաշրջանը անվանում էին հայոց երկիր կամ հայկական լեռնաշխարհ։ Ինչպես գիտենք, Անդրկովկասը հայտնի է իր 3 պետություններով՝ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։ Պատմությունը կկնվեց նաև ԽՍՀՄ ժամանակ, երբ բոլշևիկները հային խառնում էին եւ հավասարացնում էին ադրբեջանցու, վրացու եւ տարբեր կովկասյան ազգերի հետ։ Այդ ամենը ռուսը անում է, որպեսզի հային ղեկավարել եւ ձուլելը ավելի հեշտ լինի։ Միացեք մեր էջին ավելին իմանալու համար։